Եթե դուք էլ հիմա կուշտ եք ամեն ինչից եւ ունայնությամբ նայում եք հանքային ջրի բաժակի մեջ պայթող պղպջակներին, ուրեմն նոր տարի է։ Ճիշտ ժամանակը հարցնելու՝ լավ, ինչ տվեց, ինչով հիշվեց անցնող տարին։ Եկեք հիշենք միասին։ 2025-ի հունվարին Հայաստանում լսում էին սպառնալիքներ Ադրբեջանի նախագահից ու կասկածներ Իրանից։ Կարող է պատերազմ սկսվել։ 100 դրամ։ Իսկ եթե չի անցնի 100 դրամը, ջրի կգնամ։ Երկրի ներսում խառն էին տրանսպորտի ու հայտարարագրման հարցերով։ Ուղևորների մի մասն ասում էր չի վճարելու թանկացած ուղևարցը, հարկատուների մի մասն էլ հարցնում՝ ինչպես հայտարարագրվել։ Փետրվարին երկրի գլխավոր հարկատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը գործադուլ արեց, եւ շատերը հիշեցին մեմը։ Սկզբում նրանք աշխատավայրում արդարություն էին փնտրում, հետո սկսեցին աշխատանք փնտրել։ Մի քանի շաբաթ հետո գործադուլի կազմակերպիչներն աշխատանքից հեռացվեցին, աշխատողների պահանջը քիչ թե շատ կատարվեց, աշխատավարձ բարձրացվեց։ Զուգահեռ նոր թափով նոր սահմանադրության հարցը սկսեց քննարկվել։ Snoop Dogg-ը պետբյուջե վերադարձրեց չկայացած համերգի միլիոնները, իսկ գյումրեցի այս տղամարդը նախընտրական թոհուբոհի մեջ համարյա մարգարեացավ։ Ինձ թվա այս անգամ ավելի թեժ է լինելու։ Մարտին իշխող ԿՊ-ն չհաղթեց Գյումրիում ու Փարաքարում։ Գյումրու ընտրությունների կոնտեքստում ես եմ այսօր աստղը էլի համար 1։ Ոչ սթափ վիճակում Գյումրի հասած падգամավոր աստղը ընկավ, հրաժարվեց մանդատից, իսկ Փարաքարում ձեռքերի վրա օդ էին բարձրացնում ընտրություններում հաղթած ընդդիմադիր Վոլոդիա Գրիգորյանին։ Մարտից Ադրբեջանը կրակել սկսեց Սյունիքի գյուղերի ուղղությամբ։ Ապրիլին այդ կրակոցները շարունակվեցին։ Տարվա 4-րդ ամսում խորհրդարանում կրկին իրար քաշքշեցին։ Նոր-Նորքի թաղապետն էլ ակտիվիստ ծեծեց տեսախցիկների առաջ ու միայն մեծ աղմուկից հետո դեպքից 19 օր անց հրաժարական տվեց։ Եվ սյուրպրիզ եղավ Գյումրիում։ Քաղաքապետ ընտրվեց նախկինների օրոք քաղաքը 13 տարի ղեկավարած, բազմաթիվ քրեական գործերով անցնող Վարդան Ղուկասյանը։ Շատ համանեցիք վարչապետ կդառնամ, լավ իմացեք։ Նրան այդաթորին մոտեցրեց ողերիմ հակառակորդներից մեկը՝ Մարտուն Գրիգորյանը։ Փաշինյանի կուսակիցները Գյումրիում դարձան ընդդիմություն։ Մայիսին շարունակվեցին Ադրբեջանի կրակոցները եւ հանդիպեցին Փաշինյանն ու Ալիևը։ Խաղաղության շուրջ խոսակցությունները բայց ընդհատվեցին նախ այսպես. Ես դες պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացված։ Իսկ հետո գրվեց սա. Փաշինյանը հայտարարում էր վեհափառը կուսակրոնության ուխտն է խախտել, իսկ ստատուսն այս ինչպես հետո պարզվեց ուղղված էր Մայր Աթոռի դիվանապետին։ Հունիսին վարչապետը պատմեց ինչպես է պատրաստվում հոգու աչքերով համախոհներ ընտրել, որ կաթողիկոսին հեռացնեն։ Փաշինյանը նաև Ղարաբաղի կորուստը որպես ձեռքբերում փաթեթավորեց, ասաց ոչ թե Ղարաբաղն են կորցրել, այլ Հայաստանը գտել։ Լեռնային Ղարաբաղի հարցը որպես թոք օգտագործվել է, որ Հայաստանի Հանրապետությունը չգտնվի։ Հայաստանի Հանրապետությունը որպես անկախ եւ ինքնիշխան պետություն չկայանա։ Նույն այդ ամսին եկեղեցում պաշտպանելուց հետո կալանավորվեց Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը, ԱԱԾ մեկուսարան ուղարկվեց նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը։ Երկուսն էլ մեղադրվում են իշխանության զավթման կոչերի համար։ Իսկ մինչ այս հունիսին էլ Խոզնավարում շարունակում էին կրակոցներ լսել։ Հուլիսին պարզ դարձավ, որ Թրամփն առաջարկ ունի Հայաստանին ու Ադրբեջանին։ Ողջ ամիսը գործադիրի ղեկավարն ու կուսակիցները չդադարեցին հոգևոր նորոգման իրենց տեսլականը տարածել։ Իսկ օրենսդիրում նորից եղավ սա. Օգոստոսի սկզբին հայ հարկատուն վճարեց Ջենիֆեր Լոպեսի համերգի համար։ Պետբյուջեից գնաց $6 միլիոն։ Բայց այս ամսվա թոփ իրադարձությունը սա էր։
Նախաստորագրվեց խաղաղության համաձայնագիր Հայաստանի ու Ադրբեջանի միջև, միջնորդը ԱՄՆ նախագահ Թրամփն էր։ Ադրբեջանը Հայաստանով անխոչնդոտ ճանապարհ ստացավ դեպի Նախիջևան, որ կկոչվի հենց Թրամփի անունով։ Օրեր անց սեպտեմբերին Բաքուն շարունակեց Զանգեզուրի միջանցքից խոսել ու պահանջել, չնայած Վաշինգտոնում ճանապարհին այլ անուն էին տվել։ Երևանը շարունակում էր այդ ձևակերպումը չհավանել։ Սեպտեմբերին էր, որ երկիրը ցնցվեց Փարաքարի ընդդիմադիր քաղաքապետ Վոլոդիա Գրիգորյանի սպանությունից։ Դա վենդետա էր։ Ժամեր անց հայտարարեցին իրավապահները, ընդդիմությունը չհավատաց։ Եկավ հոկտեմբերը։ Մեկ այլ ընդդիմադիր համայնքապետ Վարդան Ղուկասյանը ձերբակալվեց կոռուպցիոն մեղադրանքներով։ Այս ամսվա սկանդալը, բայց ուրիշի տանն ու լոգարանում արած ինտիմ տեսանյութներ։ Տելեգրամում տարածված այդ տեսագրությունը վերագրվեց Մայրաթորի դիվանապետ Արշակ Սրբազանին։ Սրբազանը հերքում է, թե ինքն է այդ վիդեոյում։ Իհարկե, դրանք կեղծիք են եւ սուտ են։ Իրավապահները սկսեցին քննել ու 3 ամիս է, մինչև տարեվերջ չեն գտել, ով է նկարել ու տարածել։ Հոկտեմբերին էր նաև, որ սկսվեցին Փաշինյանի մասնակցությամբ պատարակները ու դրանց նախորդող եւ հաջորդող սկանդալները։ Աստված խոսում է մեր բերանով։ Երբ որ այդ բերանը փակում են, լռեցնում են նաև Աստծո խոսքը։ Առաջինը Հովհաննավանքում էր, կարգալույծ քահանան էր այն անցկացնում։ Ըստ պաշտոնական վիճակագրության հայերը միջինում 77 տարի են ապրում, բայց նոյեմբերին վարչապետից իմացան, որ 65-ը ինչ տարիք է, 70-ը ինչ տարիք է, 75-ը ինչ տարիք է։ 10 եպիսկոպոս Փաշինյանի հետ կլոր սեղան նստեց նոյեմբերի վերջին։ Բարձրաստիճան հոգևորականները միացան իրենց ասած կաթողիկոսին հանգստի կոչելու պահանջին։ Նոյեմբերին նորից իշխանություն եկեղեցի պայքարը շարունակվեց։ Ադրբեջանը կրկին Զանգեզուրի միջանցք, Հայաստանը նորից խաղաղության խաչմերուկ ու այսպես հասանք դեկտեմբեր։ Երբ Փաշինյանը հաստատեց Կիրակնորյա պատարակներին գնում է պայմանով, որ վեհափառի անունը չհնչի, կաթողիկոսի անունը զեղչելուն էլ ԱԱԾ-ն է խառնվում։ Կտրիչ Ներսիսյանը սպառնալիք է Հայաստանի պետական անվտանգությանը։ ԱԱԾ-ն խառնվեց նաև 7 վերքի այս պատարակին։ Շիրակի թեմից ոչ մի հոգևորական չէր համաձայնել պատարակել Փաշինյանի պահանջածով, կաթողիկոսի անունը զեղչելով, եկել էին Արմավիրից։ Խառներ իրավիճակը Մայրաթորում դեկտեմբերի կեսերին։ Կաթողիկոսին աջակցողներն ու ընդդիմացողներն էին եկել Էջմիածին, վերջինները նամակ տվին ու շուտ գնացին։ Խառնաշփոթը այսպես շարունակվեց եւ այստեղ էլ ավարտվեց։ 44-օրյա պատերազմից 5 տարի եւ օգոստոսյան համաձայնությունից 5 ամիս հետո Երևան մտավ ադրբեջանական բենզինը։ Ներկրողներից մեկը իշխանական падգամավոր Խաչատուր Սուքիասյանի բիզնեսն է։ Մյուսն ուրիշ բիզնեսմենի անվան հետ է կապված։ Բաքվի վառելիքը 80 դրամով ավելի էժան կլինի։ Հիմնականում այսպիսին էին անցնող 2025-ի 12 ամիսները։ Մյուս 12-ին սպասելիս չմոռանաք մեզ հետևել այստեղ ու նույնիսկ այստեղ։